Ռուսաստանը չունի Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ, որով կարգելվի նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Ազատության հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը։ Անդրադառնալով ավելի քան մեկ շաբաթ առաջ Մոսկվայի Շերեմետովո օդակայանում տեղի ունեցած միջադեպին, երբ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը արտաքսվել էր։ Շապովալովի խոսքով հատուկ ցուցակ թեպետ չկա, այդուհանդերձ Ռուսաստանը որպես ինքնիշխան երկիր իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք։ Специального списка у нас нет. Тем не менее, Россия как суверенная страна имеет суверенное право кого-то пускать на свою территорию или не пускать на свою территорию. Գրիգորյանին ռուս սահմանապահները օգոստոսի 30-ին թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից։ Քաղաքագետին ետ էին ուղարկել, տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը։ Ստեփան Գրիգորյանը ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատճառներով եւ մտավախություն ուներ, որ մենակ չէ այդ ցուցակում։ Գրիգորյանն արդեն դրական է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանը ընդունել է դիմումը եւ հարցը ուշադրության կենտրոնում է պահում։ Ինչ վերաբերում է սև ցուցակների բացակայության մասին տեղեկատվությանը, ապա քաղաքական վերլուծաբանն այստեղ կասկածներ ունի։ Գլխավոր դատավորը ժամանակն է, ժամանակը ցույց կտա այս ձևի երևույթներ մենք կտեսնենք թե ոչ մեր հասարակական կամ քաղաքական գործիքների նկատմամբ, բայց այն, որ ինքը ասեց, ինձ համար շատ կարեւոր բան ասեցիք, որ ինքը ասեց, որ իրանք դիմումը ընդունել են, իրանք սպասում են արձագանքի, դա շատ կարևոր է։ Գիտեք ինչի, քանի որ ես հիմա մտածում եմ, ես ինչ պետք է անեմ, ուզում եմ մեր մարդու պաշտպաններին, ասենք, աջակցություն, չէ, խնդրում, բարձր որ մենք պետք է գոնե ինչ որ պատասխան ունենանք, էլի, որ մենակ եզրակացություններ չանենք, ասենք, քաղաքական լինեն դրանք, թե այլ տիպի, չէ։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը մեր հարցինի պատասխան չխոսեց Գրիգորյանին արտաքսելու դրդապատճառների մասին, նշելով միայն, որ դրանք իրենց դեռ հայտնի չեն։ данный момент получилось так, что господин Григорян Կոնկրետ դեպքում այնպես է ստացվել, որ պարոն Գրիգորյանին արգելել են մտնել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Սկզբունքորեն մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել Այդուհանդերձ Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմումի համաձայն մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից եւ զբաղվում ենք այդ հարցով։ Արդյունքները կհաղորդենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Министерство иностранных дел Республики Армения. Իրավիճակին իրավական գնահատական տալով եւ արձագանքելով Շապովալովի դիտարկմանը, թե Ռուսաստանի ինքնիշխան երկիր է եւ իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձեց։ Երկու երկրների միջև վիզային ռեժիմի խնդիր չկա եւ առնվազն տարօրինակ է, որ Ռուսաստանը այսպիսի վերաբերմունք է ցուցաբերում իր ռազմավարական դաշնակցի քաղաքացու նկատմամբ։ Ինքը ի սկզբանե արդեն հակասում է միջպետական պայմանագրին, որովհետև պայմանավորվել են ինքնիշխան պետությունները, որ իրենց քաղաքացիները պետք է ազատ ելումուտ կատարեն։ Այնտեղ չի գրված, որ այդ ելումուտը կարող է արգելվի, ենթադրենք ինչ-ինչ հանգամանքներով, չկա։ Իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո Ստեփան Գրիգորյանը կդիմի Ռուսաստանի դատարան, իսկ դիմումը մերժելու դեպքում արդեն Եվրոդատարան։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Շապովալովի խոսքով Գրիգորյանը ազատ մարդ է եւ կարող է պաշտպանել իր իրավունքները յուրաքանչյուր օրինական միջոցով։ Он свободный человек, он имеет право защищать свои интересы любыми легальными способами. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը վստահ է, միջադեպը բացասական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Я думаю, что российско-армянские отношения ничто не может испортить. Ես կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները ոչինչ չի կարող փչացնել, իսկ հիմա մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը։